Բաքվի զինվորական դատարանի այսօրվա ՑՄԱ ազատազրկման մասին դատավճիռներն իրավական ակտ չեն։ Դրանք քաղաքական դատավճիռներ են գրված մեկ նպատակի համար՝ արդարացնել 2023 թվականի սեպտեմբերին կատարվածը և փակել Արցախի հայաթափման պատասխանատվության թեման։ Երբ դատարանը գործում է բռնապետական պետության ռազմական մեքենայի ներսում և մեղադրանքը դարձնում է ահաբեկչություն, ռազմական հանցագործություն, անգամ ցեղասպանություն, դա այլևս արդարադատություն չէ։ Միջազգային չափանիշը հետևյալն է՝ ազատազրկումը կարող է լինել օրինական միայն անկախ դատարանում, արդար դատաքննության նվազագույն երաշխիքներով, պաշտպանություն, ապացույցների հավասար հասանելիություն, բաց և թափանցիկ գործընթաց, առանց խոշտանգման կամ ճնշման, առանց քաղաքական պատվերի։ Իսկ Բաքվի այս գործերը հենց այն դեպքերից են, որոնք միջազգային իրավապաշտպան միջավայրում բնութագրվում են որպես քաղաքական հետապնդում և կամայական կալանք՝ պատանդառության, գերեվարության տրամաբանությամբ։ Սակայն սա վերջնական ճակատագիր չէ։ Վերջերս Բաքվում շինծու դատավճիռներ ստացած մեր 4 հայրենակիցները վերադարձան Հայաստան, այսինքն այդ դատավճիռները բանակցային ճնշման գործիք են և կարող են կոտրվել միայն համակարգված ճնշմամբ։ Մեր պահանջը պետք է լինի կոշտ, հստակ ու անզիջում, անհապաղ և անվերապահ ազատ արձակում, միջազգային մշտադիտարկման պարտադիր մշտական մեխանիզմ և իրական պատասխանատվության օրակարգ կոնկրետ քայլերով և հետևանքներով։ Սա պետության պարտականությունն է և մեր բոլորի օրակարգը չթողնելու պարտավորություն։